Ազգովի կարծես այն վիճակի մեջ ենք, որ չգիտենք, թե որտեղից եկանք, հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա եւ ուր ենք գնում։ Մարդաշատ է Էջմիածնի մայր տաճարը, մեծ ու փոքր հայ առաքելական եկեղեցուն զորակցող հարյուրավոր մարդիկ են եկել պատարագին մասնակցելու։ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանն է գերիալների ազատության, նեղյալների մխիթարության ու հայրենի երկրի խաղաղության համար Սուրբ եւ անմահ պատարագ մատուցում։ Ամեն օր էլ գալիս ենք, ամեն օր։ Խաղաղության համար երեխեք չեն, որ հանգիստ ապրենք, դուք ապրեք լավ, ասիչ։ Աղոթեցինք, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ ոչ մի տենց պրոբլեմներ, բաներ չլինեն, հանգիստ խաղաղ ապրենք։ Մեր երկրին վաղուց է պետք է խաղաղություն բան։ Դրա համար եկել եմ աղոթեմ, գուցե Աստված կօգնի։ Մենք աղոթեցինք հայ ազգի եւ եկեղեցու միասնության համար։ Արցունքները հազիվ խեղդելով մարդիկ Աստծուց միայն մեկ բան են խնդրում՝ թող բոլորը խաղաղվեն։ Խաղաղվեն, ժողովուրդը հանգիստ ապրի։ Իրանք թող իրանց մաքրեն, նոր կան կպնեն եկեղեցուն մյուսն, իրանք շատ են մաքրեն։ Ոնց ասեմ, թող Աստված առաջ իրանց ուղղի։ Աստծո զորությունով Այս կինը, որ տեսել է եկեղեցու վրա աննախադեպ հարձակումը, մինչև հիմա ուշքի չի գալիս, ասում է եկեղեցու դեմ արշավն ու հոգևոր հայրերի ձերբակալությունները չլսված, չտեսնված բաներ են։ Պետական զորքը գալիս է հարձակվելու իր եկեղեցու վրա։ Ոչ միտեղ sense բան չկա, որ պետականության արկայության պայմաններում կառավարությունը սեփական երկրի մեջ զորք ուղարկի սեփական եկեղեցու վրա։ Այդպես բան գոյություն չունի։ Պետությունը պետք է եկեղեցուց հեռու գործի, ասում են հավատացյալները, կոչ են անում երկրի ղեկավարին վերանայել իր քայլերը։ Եկել է եկեղեցուն ակապնում, հալածում է պետք չի։ Մեր հայ եկեղեցին շատ է հալածվել, գոնե հիմա թող հանգիստ թողեն։ Վարչապետին խորհուրդ են տալիս ապաշխարել, դառնալ դեպի Աստված։ Պահանջում են հանգիստ թողնել եկեղեցուն։ Եթե դու իսկապես ուզում ես քրիստոնյա դառնաս, գնա ապաշխարի, գնա ճգնի, այս հազարամյակների հաստատությունը հենց այնպես չի։ Ու այս հազարամյակների աղոթքը անպատասխան չի մնալու։ Մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, ինչպես է ուժայիններին մայրաթոր ուղարկած վարչապետը հոգևորականներին եղբայրներ անվանում։ Դու քեզ այդքան սատանայական հանդգնություն ես վերապահել, քեզ հավասարեցնես ձեռնադրված օտյալ հոգևորականներին, իրանց անվանես քեզ եղբայր, այդքանից հետո քեզ դնես արդեն Աստծո տեղ ու սկսես կուսակրոնություն ու ուրիշ բաներ սկսես քննարկել։ Պետական իշխանությունն է բռնազավթված չարի կողմից, բայց Աստծո զորությունով մեր ժողովուրդը ու եկեղեցին չի հանձնվում ու չի էլ հանձնվելու, հաղթանակած է դուրս գալու։ Հույսն Աստծո վրա են դրել այս մարդիկ, արդեն երրորդ օրն է, որ համազգային աղոթքին մասնակցելու համար մեկ մարդու պես նույն ժամին մայրաթոռ են գալիս։ Շատերը կալանավորված արքեպիսկոպոսների ազատության համար են աղոթում։ Այսօր ես իմ աղոթքս բարձրացրեցի առ Աստված մեր սրբազանների ազատության, մեր բարերարի ազատության եւ մեր բոլոր գերիների ազատության համար։ Այսօր մեզ համար շատ դժվար օրեր են, բայց մենք չպետք է հուսահատվենք։ Մեր հավատքի համար է այս ամեն ինչը։ Այս արարողությունը, որ հետո մաս այդ բանտարկյալների համար է, իրանց հոգու համար է, որ ազատություն ունի։ Բոլորն էլ գիտակցում են, հասկանում են, էլի, ինչ է կատարվում, ինչ է անում։ Մեզ մի հատ հավատք ունեմ, այս եկեղեցին է, ես ուրիշ բան չեմ ճանաչում, ոչ էլ ընդունում եմ։ Չեն ընդունում վարչապետի ելույթները, թե իր քայլերը ոչ թե եկեղեցու դեմ են, այլ կոնկրետ հոգևորականների։ Սա բացահայտ պատերազմ է ազգային ինքնության ու միասնականության դեմ, այսպես են կոչում մարդիկ այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։